Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Սկսենք հաղորդումը Երևանի ամենաարդար եւ տղամարդ, ճակերտավոր ասած, Ավինից, Տիգրան Ավին, հարցրել են Նորքի թաղապետի պահվածքի համար, ասում ես դատավոր չեմ, որ դատեմ։ Դու դատավոր չես, դա քո ենթակա անձն է, ինչի դու արժանայվողինը չես ասում։ Իսկ ես երիտասարդը, որ ասում էր ինչ արել եմ, լավ եմ արել, քիչ եմ արել, լավ եմ ասել, այսօր ներողություն է խնդրում ոչ թե ծեծված Արթուր Չախոյանից, այլ Ավինյանից ու ձևական։ Այտենց ես էլ եմ համաձայն։ Հենց հիմա գամ ձեր ՔՊ, քույրիկ Արամ, ղզիկ գոմիկ ռուսավոճ խոսացող բոլորիդ սատ կասնեմ լավ, հետո ասեմ ձեզ չասեմ, հետո գնամ ում ասեմ, կամ Եվրոպայի խորհրդի նախագահին ասեմ կներեք։ Նախ կներեքի բան չի դա, պիտի դատվի սա, եթե չդատվեց, սա տալու է հետևյալ հետևանքը, ես զգուշացնում եմ, տեսեք, երբ մարդ է գնում զենքի միջոցի, երբ մարդ է գնում հանցագործության որևէ մեկի հանդեպ, երբ որ զգում է օրենքը չի աշխատում, ճիշտ է, սպասում են այսքան օրենքը փոխանակ աշխատի, փոխանակ ասում է դատական գործ հարուցել եք, բայց ինքը դեռ պաշտոնավորում է, փոխանակ վաղուց արդեն պաշտոնից զրկված լինի, քրեական վարույթ հարուցված լինի, ձերբակալ են տանեն, դուրս է գալիս, որ Չախոյանին էին ձերբակալում, իսկ նախարար, փոխնախարար, հեսա ասեմ, ինչ էր անունը, Արմեն Մկրտչյանը ասում է, որ ՆԳ-ն չի թերանում, 3 րոպե այնտեղ ենք եղել եւ բանը ինչ ասում օպերատիվ տվյալների վրա ձերբակալել ենք Տարոն Չախոյան, ներողություն, Տարոն Չախոյանը Հոկնաս Նիկոլի խորհրդականն էր, Արթուր Չախոյան։ Փաստորեն դուրս է գալիս, որ փաստորեն դուրս է գալիս, որ թաղապետը, բացի նրանից, որ ղզիկ եք, նաեւ ձեր բառերով ասեմ, ձեզ լավ տղու տղեկներ այդ փնթի ոչիլ է, նաեւ գործ տվող եք։ Դուրս է գալիս ծեծել եք ու զանգի ասել եք, որ մեզ ծեծում են հասեք, ոստիկանը ըստ ոստիկանապետի, ըստ ներքին գործերի փոխնախարարի, եւ օպերատիվ տվյալ է եղել 3 րոպե հետո եկել են, ով է ծեծը Արթուր Չախոյանը, սրան բռնե տարել։ Այտենց չի դուրս գալիս։ Այդ որ օպերատիվ տվյալն է, փաստորեն ով ասում է ձեռինս խիարա աղառնում ընկնում եք հետևից, հա։ Այտենց հա ոստիկանությունը աշխատում, տալիս են մարդուն սպանում են, շտապով զանգեց ոստիկանություն ասեց եկեք ինձ ուզում էր սպաներ, գալիս են այդ մարդուն են տանում, այդ կիսամերձ ջարդած մարդուն են տանում քաղմաս, սենց հա ոստիկանությունը աշխատում, հա, էսա ձեր աշխատելու ֆորմատը, Արմեն Մկրտչյան, ես էլ չեմ փորփրել ձեր այդտեղ հայտնվելու չափանիշները, բայց այս ձևով խոսալը սա լրիվ անարխիա է, Արմեն Մկրտչյան եւ մյուսներ, կառավարության անդամներ, մյուսներ, սովորական պատգամավորի եղբայր եւ մյուսները, վաղը մյուս օր որ ժողովուրդը տեսնում է, փողոցում բռնեն ձեզ լախկեն, սատ կասնեն, այլանդակեն գցեն մի կողմ, որովհետեւ օրենքը չի գործում։ Ցուցադրաբար կամերաների դեմը ափից դուրս եկե ծեծել, հա, ասում է լավ եմ արել, հելնում է դրա պապան, էս մի գործ տվող ղզիկի պապան կնիկ Արամը ասում է լավ եմ արել, Նիկոլը լուր, Ավինը լուր ասում է ես հո դատավորը չեմ, Ավին, բա դու ի՞նչն ես, հասկացանք բութ լպստողն ես, հասկացանք գոմիկնում լատների բյատը, հասկացանք դեղ ծախող, դեղանող գոմիկ ես, բա ինչ գործ ունես քաղաքապետի պոստում, որ դու ոչինչի պատասխանատու չես, ձեր ես առնում իմ հաղորդումից էլ ֆռացել էր են ինչ էր անունը այն մյուս լրփի, որ ձեր նման է Նիկոլի ձենով, որ նշանակել եք, Բեգոյան Արմենին, Արմեն Բեգոյան ասում եմ, որ դուք սակուրա եք տնգում, էլ սակուրա չեմ տնգում, ուրիշ բան եք տնգում բոլորդ միասին, կամ տնգստում, ծառ տնգեք, ոչ թե գնացեք ընգեք պաների հետևից, մարդուն ծեծում, գալիս անդեղ միտեղ հալավ է կներես, Սիետ մարդուն է չէ, սեց այնքան որ հա լավ դե մի կասեմ կներես փժվի կգնա, ես մի ոչնչություն է ասում է
ես դատավոր չեմ, թող դատավորը որոշի։ Դատական բանը ոստիկանության ներկայացուցիչները ասում են մենք 3 րոպե հետո եկել ենք, ոնց զանգել են, օպերատիվ տվյալ են տվել, որ այս մարդն է խախտել, դրան ենք բռնել։ Պաստորեն դուք օպերատիվ տվյալ համարում եք, որ ծեծած մարդուն բռնում եք։ Բրավո։ Այսենց ոստիկանությունից հետո որ մասսայական սպանություններ փողոցներում սկսի քաղաքում մեկը մյուսի հանդեպ վրեժ խնդիր, որ ոստիկան իր ծառայությունը չի անում, հետո ասելու եք մենք մեղք չունենք։ Նիկոլ Ոչխարի պես ասելու եք անգրադյութենք դրա համար պետք է կրթվել։ Դու արդեն կրտվել ես, քո Ռուբեն Ռուբինյանդ կրտվել է, քո Պայրուրիդ, որ գնաց ուղարկիկ մակ կրտվել է, Ավինյանդ կրտվել է, բոլորդ կրտված եք, էլի կրտվեք։ Ոչ իլ կնգատ փնթի վիճակն է կրտվել է, նա գցել եմ։ Ընտանիքով դեմ ու հետև քորվել է կրտվելը։ Դե դուք կրտվել դրա հետ եք։ Խայտարակություն։ Այն մեկը հելը ասма ոստիկանապետ փող բանը նախարարը հելը ասма մեկ չոտ եկեում պետքա բռնել ենք։ Այն ասма հալա դե մի ջղայնացել եմ կներես, այն եկա կես բերան Ավինյանին ասում։ Ավինյանը ասում է ես ոստիկան չեմ, Նիկոլն է ու լինեման ինչպես միշտ լուր։ Հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ խոսել, սա Պապիկյանը գնացել է Հունաստան։ Պապիկյան, բացի լենքի տալուն ու փորդ մեծացնելուն, կոստյումները տել վրետ չիլում, կոճակը գցում ես, կնգա կրսչերի պես դուս ա գալիս, կրսչերդ մի կողմից, հղի փորդ մի կողմից։ Գնացել ես Հունաստան, ինչ անես, էս ի՞նչ է, բանակ ամեն ինչ ղեկավարություն է։ Ինչ է կատարվում, Թուրքի տակ եք մտել, դու գնում ես Հնդկաստան, Հունաստան, մի հատ Ինդոնեզիա, մի հատ Ամերիկա, մի հատ Գերմանիա, մի հատ Ֆրանսիա, մի հատ Էստոնիա, հետո Այս փաստաթղթերը երբ եք ներկայացնելու կառավարության, ներկայացրեք Եվրոխորհրդին, թող տեսնեն ինչ մեծ կոռուպցիայի տակ եք, թող տեսնեն բյուջեի քանի տոկոսը իրավունք ունի Հայաստանի Հանրապետության կառավարությունը հատկացնելու գործուղումներին, ինչպես նաև մյուս ընդդիմության գործուղումներին, որոնք հելել են ասում են այ Նիկոլը շատ է գնում իրենցի մասին չեն խոսում, իրենք լավ էլ օգտվում են, դերասանություն են անում Հեն օրվա Ագնեսիկի խոսալուց հետո եւս մի Ագնեսիկ եղավ, որ այսօր ասում է, որ մենք նպատակահարմար չենք համարում, իմպիչմենտ հայտարարել է։ Իա լուրջ։ Ասում է մենք նպատակահարմար չենք համարում իմպիչմենտ հայտարարելը Փաշինյան։ Դե այդքան լավն եք, վաղուց 100 անգամ եղել է Արցախը հանձնելուց Արցախի կռվին վայր դնեիք, թե վախում եք վայր դնեիք, էլ չընտրվեիք։ Վայր դնեիք մանդատներ, ասեք մենք իշխանությանը չենք վստահում, մենք ժողովրդի հետ։ Արել եք այդպես բան, չէ, բոլորը բռնած ձեր падգամավորական մանդատները դողալով սպասում եք։ Հիմա ինչ եք փորձում անեք, խայտարակություն։ Էլ չասեմ, որ չկայացած ձեր այդ սուտի 3 հոկանոց կուսակցությունները, որոնց մեծ մասի գրանցումը նույնիսկ չկա, այդ հետո կանրադառնամ։ Կուսակցությունը մասնակցում է Գյումրու ընտրություններին, թղթերը կհանեմ, հաթաթ կասեմ։ Աջակցում է, բայց գրանցման փաստաթուղթ չունի։ Բա ո՞նց է աշխատում այս երկիրը։ Փաստորեն կուսակցությունը գրանցման թուղթ չունի, ոչ մի հայտ չունի տված, բասման չունի, բայց ինքը մասնակցում է։ Այն մյուսը ուրիշ բան է անում։ Մեր կուսակցությանը երկար պետական խոչընդոտներ է գնում։ Հետո Այս երկիրը վերջապես ինչ ձև եք դուք պատկերացնում։ Նիկոլը թռավ, մնացողներ դուք ինչ ձև եք պատկերացնում։ Այն փնթի ոչլոտ, այն ղզիկները, որ շալվար հակած թաղապետանում ծեծում էին, դուք ո՞նց եք մտածում, ուր եք փախնելու։ Ասելու եք մի ամի, դա վիդեոները դրած այախր բոլորի դեմքեր կա, ֆիքսել է կամերաները, չեք կարել ջնջեք, բոլորը կիսվել են, բոլորի մոտ կա, վիդեոները զապիս են արել։ Ո՞նց եք պատասխան տալու, սենց հազարավոր պաշտոնյաներ։ Ասելու եք մենք մեր գործն ենք անում, ծեծելը, հա, ղզիկությունը, դե ղզիկության հոդվածով կգնաք Բերթի համապատասխան տեղը, տղեկին կուրախացնեք, մարդիկ 100 տարի է չեն տեսել, ոչ մի բան, կուրախացնեք։ Երկրում ոչ մի բան իրար չի համապատասխան։ Պլյուս սրան Ալեն Գրզոյի ստրիպտիզ բալենը, որը ուր գնում է ստրիպտիզ ապարում, Արման Հովանիսյանի կլիպի մեջ մերկ ստրիպտիզ ապարում, գնում է Հունաստան սեղանների վրա հելնում, միայն պուտանկեկն են սեղանների վրա ապարում, մեկ է դու Ալեն, սեղանների վրա ապարում է, վիդեոները կան հո ես չեմ ասել, քցել են 1000 անգամ, ասում է մենք խորհուրդ ենք տալիս Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային չխոչընդոտել մեր թուրքերի հետ բանակցությանը, չի դու ես որոշողը, դու կբանակցես խոչընդոտես թե չէ, այ ուլ, այդքան ռուսներին քրփում էր Լավրովը գալիս է, ինչ ես անելու։
Գնալու ես ոտների տակը լպստես կոշիկի ցեխը ու բանանես, Նիկոլն էլ հեսա 3 օրից գնում է Ռուսաստան, էշը ասма վերջի պայն կարող ամեն ինչ լինի, Նիկոլը հայտարարի չի գնա։ Հայտարարի, դու այդ բառերիդ հավատում ես, կարա։ Դու այդ բառերիդ հավատում ես, եթե Նիկոլը չի ուզում իրան այն կռիսներին, որ փողոցում լղջում են ավտոյի տակ մի 100 անգամ գնում գալիս են ասֆալտի լեպկայ ալում, Նիկոլին այդպես անեն, դե թող բախտը փորձի չգնա։ Գնաց են մտելա Պուտինի տակը, թուրքի ջհուդի ստրուկը ռուսի շունը մտելա դրանց տակը, դրանց ուղարկած ու չգնա։ Հա, չի գնալու, դե տեսեք ոնց է գնալու։ Այնց որ ամեն ինչի իր տեղ։ Հաջորդ հարցը Արմեն Սարգսյան, այն հաստա գլուխը, որ սկզբում տվին MVD նախարար Նիկոլի սկզբի գալուց, Չավառում դեմը գլուխ կտրին մարդու, գլուխը կտրին ինքը 20 ոստիկանով չկարողացավ կանգնացնել։ Այս էլա դատվերս լալոշ խոսած եզի գլխով կենթանին։ Այս եզի գլխով կենթանում փոխանակ գործից անել էին, տանեին դատեին նախարարի դեմը MVD-ի գլուխ են կտրում, այս անասունին դե Նիկոլն էլա նման անասուն բերե դրելա Պապիկյանի նման փնթի խոզի տեղակալ։ Ու այսօր խոսք է տալիս, ասում մենք վերահսկում ենք ամբողջ օպերատիվ իրավիճակը։ Ամեն ինչը ճշգրտված է, չկա։ Այ անասուն, ի՞նչն է ճշգրտված։ Երեք ասեցի գնացել են այնտես զղկտվել են, կերը խմել են, ոչխար են մորթե եկել են։ Էսա քո օպերատիվ վերահսկողությունը սահմանների։ Այ հաստա գլուխ անասուն լալոշ խոսածով։ Էսա վերահսկողությունը։ Սահմանի վրա զինվոր է մեռնում, զինվորներ են մեռնում, ասում եք ինքն իրան խփեց, ընկերը խփեց, կողակիցը խփեց, թուրքերը գալիս սպանում են ձեր հրամանով կամ դուք թուրքերը սպանում եք զինվորներին ու ասում եք ինքն է խփե, ընկերն է խփե, ծառայակիցն է խփե, բա բանակում վերահսկեք, ընդունենք դուք ճիշտ եք։ Էդ ինչ վերահսկողություն է մտած բանակում, որ զինվորը մահանում է, տենց էլ ոչ մեկ չի պատժում։ Ստից բռնում կողքի խեղճ ու կրակ տղուն եք նստացնում։ Այ աշնան տավար Ուտումը զուգարան չես գնում, լալոշ խոսալուց, բա գտի, սենց է բան կլնի, այ մր խայտարակություն է Հայաստանում կատարվում, որին ձեռ ես տալի մեկը մեկից լպիրշ ու ահավոր բաներ են, փնթի, ամմակարդակ, անուղեղ, գործից չասկացող մարդիկ են, այ մարդ Պոստ են տալի ու պոստից մարդը փողեր են ստանում միլիոնը ժողովրդի հաշվին, գործուղումներ, միլիոններ, էլ ընդ գործեր են անում, բանակից թողել ես իմ քանի $100 են սարքել, 17 միլիոն են սարքել, այս են արել, ազգին փչացնում են, վերջում ելնում լալոշ խոսում են։ Այ քեզ բան։ Ասենք այս ապուշություններին, քանի որ Ազնությամբ համարում եմ ապուշություն, ուրիշ բան էլ չունեմ խոսալու սրանց մասին։ Ինչքան խոսում ես, այնքան ներվայնությունը դուրս է գալիս, որտեղ երկիրը մասսայական դառել է ոչխարանոց ղեկավարության մասշտաբով։ Ղեկավարության բոլորը ընդդիմություն, իշխանություն, բոլորը նույն թելի տակ են, մեկը մեկից այլասերված։ Այլասերված։ Անցնենք միջազգային լուրերին երկու կարևոր լուր ունեմ։ Նախ ուկրաինական զորքերը էլի փոքր խմբով 150-200 հոկանոց խմբով մի քանի տանկերի օգնությամբ մանր խմբերով հիմնական խմբերը բաժանված են 4-ից 10 հոգու հարձակում են կատարել եւ փոքր առաջընթաց են ունեցել մի կամ երկու գյուղի Կուրսկի, բայց ուրիշ մասում։ Սուջայի մասը հետ են տվել։ Եվ այս գործողությունները շարունակվելու է այնքան, մինչև Ռուսաստանն էր ուզում աշխատել թուլացման վրա, մինչև Ռուսաստանը լրիվ թուլանա։ Իսկ Ադրբեջանը իր պատմության մեջ կրում է եւս մի ապուշություն, իր անկման մեջ, որ ինքնենք հաշվել են, երեք ասացի, նավթի 1 բարելը 70-ով, միջազգային նավթի բարելը իջեցնում են 40, հիմա ճիշտ իջեցնում են, Սալմանը հայտարարեց, որ իջեցնելու է մինչև 40, որովհետև Ամերիկան է տենց ուզել։ 1 բարելը 40, բյուջեն հիշեցնեմ ձեզ, որ հաշվել են մինչև 70-ով, իսկ Ադրբեջանի վրա նավթը տեղում հանելը նստում է 25 եվրո բարել, $25, $40-ով պետք է ծախի։ Սա է ամբողջ լրատվականը Ադրբեջանի վերաբերյալ, էլ չեմ ասում շենքերի անկայունությունը, էլ չեմ ասում այն ինչ որ կատարում է Հայաստանում բարդակ նույն ձև ծախեն փախնեն հիվանդությունների քանակը եւ այլն։ Ահռելի քանակությամբ
բնակչության մեծ մասը ծանր հիվանդ են, սկսած սրտանոթային, սկսած չբերության, սկսած թմրանյութերի հետևանքով առաջացած օրգանիզմի քայքայման, թոքերի ամենաառաջի տեղն է գրավում ոչ միայն երևի այսօր Կովկասում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում սպիդի եւ մնացած այլ վեներական հիվանդությունների թվով։ Սա Ադրբեջանն է։ Այդ որ ասում են բնակչությունը լաճում է, ծիծաղս գայս, քանի որ ոչ մի թիվ տվյալ չի համապատասխանում իրականությանը, նույնիսկ եթե մտնեք Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայություն, նրանք հայտնում են նախ բաժանությունների հսկայական թիվը, որոնք տևում է ոչ թե մի տարի, այսինքն մի 6-7 ամիս հետո կոպիտ ասած հղիացնում է այդ աղջկան գցում է մի կողմ, ու կունենա, չի ունենա, այդ արդեն ուրիշ կողմն է, քանի որ աբորտ Ադրբեջան բարձր թիվ է, էլի։ Եվ չբերությունը նույնպես շատ բարձր թիվ է կազմում, ահռելի բարձր։ Այնպես որ Ադրբեջանի գործողությունները իր դեմ Ալիևը ամեն ինչ անում է, որ ինքը հասցնի Նիկոլի նման մի որոշ ժամանակ էլ մնա թռնի։ Այսպես է լինելու, եթե գլուխը չուտեն շուտով։ Ես այդ հարցն էլ կշարունակեմ ասել։ Հիմա Թուրքիայում նորից ժողովուրդը բարձրացել է, կոչ են անում Թուրքիայում խփեցին երեք անդիմության ներկայացուցչին, բոլորը նորից դուրս եկան, սա պատճառ էր, որ դուրս կան, սա կազմակերպված է հենց Էրդողանի կողմից, էլի եմ կրկնում, մի ասեք մեռել է եւ այլն, կարա մեռնի դվայնի տնեն, որ ժողովուրդը նորից լարվի, նորից դուրս կա ցույցերի, եւ հենց այդ ցույցերի դուրս են գալիս, խառնվում են, փակում են, Թուրքիայում մեկ ամսվա մեջ 4% անկում է եղել լիրայի եւ ապրանքները թանկացել են բնականաբար 15-ից մինչև 30%-ով։ Սա դեռ սկիզբն է։ Իմիջիալոց ասեմ, որ եվրոպական բանկերը կրկին անգամ լիրայի վաճառք ընդհանրապես ոչ առնում են, ոչ է վաճառում, քանի որ հայտարարք իրավիճակը իրանց մոտ արդեն 47-8 եվրոյով եւ 40-41 դոլարով, նայած տեղ։ Համենայն դեպս, եթե դոլար ես ուզում, քիչ են տալիս, իսկ եթե շատ ես ուզում, բնականաբար կարող 42-ով է վերցնել։ Եվ երկիր մտած հսկայական քանակությամբ կեղծ թղթադրամները եվրոպական վալյուտայի եւ իրենց տպված թուրքական լիրայի կեղծ թղթադրամների շրջանառությունը հասնում է մի քանի տասնյակ միլիարդ։ Էս է պատճառը, որ երկիրը ընկել է մի հատ փոսի մեջ, որից դուրս գալ հնարավոր չի։ Գումարած սահմանների կռվի։ Իսկ ինչպես ներկայացնում է Իսրայելի լրատվական ծառայությունը, արդեն հրեաները որոշել են պետականորեն ընդհանրապես օկուպացնել եւ վերացնել սեկտոր Գազան, որը թուրքերի համար ամենամեծ իրենք հարված են համարում եւ քաղաքական պարտություն, որտեղ այդքան տարի իրենք պայքարեցին, որ սեկտոր Գազա մնա, հիշեցնեմ ձեզ, որ 2010 թե 9 թիվներ Մավի Մարմարա նավը, որ օգնություն էր բերել թուրքական Իսրայել եւ այդ Մարմարա նավի վրա ծեծ ու ջարդ կրակոցներ, սպանոցներ եւ այլն եղավ, դրանից հետո սկսեցին թուրքերը իրենց համար առաջ տանել իբր իսլամական եւ արաբական աշխարհի ղեկավար կատարել այս քայլը։ Հիմա ասենք մեկ այլ հարցի, ոչ ավելի կարևոր կամ ոչ ավելի անհետաքրքիր հակառակը։ Հարցի հիմա ես ձեզ ուզում եմ ներկայացնել ներկա փաստաթղթերը Պակիստանի բանակի համար։ Ըստ տվյալների, եթե Պակիստանը պատերազմը սկսվի Հնդկաստանի հետ 4 օրվա զենք ունի։ Ինչու՞, որտեղ Պակիստանի կոռուպցիոն ղեկավարությունը ամբողջ զենքը վաճառել է Ուկրաինային։ Փողը Նիսյա Կալբասեթո չեն փոխելու։ Եվ դրա համար 4 օրվա զենք կա, իսկ Հնդկաստանը բացի ունեցած զենքերից, նաև հենց հիմա Ռուսաստանից կրկին անգամ առնում է այն զենքերը, որը ինքը չունի։ Իսկ Ռուսաստանը տվյալ զենքերը չի օգտագործում, հատկապես խոսքը գնում է ինքնաթիռների համար, քանի որ ռուսական ինքնաթիռները շատ արագ են խփնվում Ուկրաինայում, դրա համար ռուսները ժամանակավորապես քչացրել են ինքնաթիռներով հարվածները։ Իմիջիայլոց հրթիռներ է գնում, որոնք ինքնաթիռի վրա են ձգվում արդեն 200 կիլոմետր հեռավորության խփող հնդիկները 230 Պակիստան, այսինքն մոտավորապես հասցնելով մայրաքաղաքներին, բայց եթե հաշվի առնենք Իսլամաբադի մոտիկությունը Հնդկաստանին 2-3 անգամ ավելի մոտիկա, քան Դելին Պակիստանին։ Ինչևէ, պատերազմը կսկսվի Երևան։ Հաջորդ հարցը ինչի մասին էի ուզում խոսել, ուզում էի խոսել մեկ այլ հարցի մասին, հարգելիներս, որ այս պատերազմի մեջ փաստորեն Ռուսաստանը փորձում է էլի դեր խաղալ, հա, ատոմայինը տվել է եւ Հնդիկին եւ Պակիստանին, հրթիռներն էլ վաճառում է Հնդիկին, բայց Պակիստանի վրա զայրացել է երևի նրա համար, որ Պակիստանը Ուկրաինային է զենք
մատակարարը սա ինադու չէին բարձրաձայնում, բայց սկսվում է բարձրաձայնել։ Եվ իչայլոց չինացիները բավական պասիվ են մնում, զենք հիմա չեն տալիս Պակիստանին ու տալիս են, բայց այն քանակությամբ չէ, քանի որ շատ հնարավոր է, ես ներկայացրել եմ բոլոր ծրագրերը տրանսկասպյան ծրագիրը Չինաստանի, որ ինքը պիտի ամբողջ ճանապարհը անցկացնի Հնդկաստանով, ներողություն, Միջին Ասիայով եւ Ադրբեջանով պետք է դուրս գար Եվրոպայի ապրանքները, իսկ Հնդկաստանը ունի Ադամանդե վզնոց ծրագիրը, որը շրջանցելու է ամբողջ Չինաստանը, այնպես որ Չինաստանը դեռ զգուշորեն է հետևում այս իրավիճակին, քանի որ եթե ինքը հանգարցակիորեն մտավ բաց խաղի մեջ, ինքը զրկվելու է իր ափի մի քանի տարածքներից, ել չեմ ասում անկախություն կտան Տիբեթին, թե չէ, սա հարցի մյուս կողմը կլինի, քանի որ Ամերիկան, Թայվանը, Ճապոնիան, Ֆիլիպինները հենց դրան է սպասում են, այդ թվում նաև Վիետնամը, որոնց հետ Չինաստանը միշտ թշնամական իրավիճակապահ է։ Սա այսպես։ Հիմա կանցնենք մեր պատմական մասին, որը բավական հետաքրքիր է, միշտ ինձ գրում են ինչու չեք անդրադառնում Ջավախքին, ինչու չեք անդրադառնում։ Հարգելիներս, ես ոչ թե վախենում եմ անդրադառնալ Ջավախքին, որպեսզի չլարվի հայ-վրացական հարաբերությունը, բնավ։ Ես Ջավախքին չէի անդրադառնում, մտածելով, որ մենք պետք է սկզբում ներկայացնենք մեր ամենամեծ թշնամիների Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքի կատարված գործողությունները հայերի հանդեպ, հետո նոր Վրաստանին, քանի որ մենք Վրաստանի հետ երկար ենք ապրել, Վրաստանը մինչև մոտ 1200, նույնիսկ եթե ճիշտ վերցնենք մինչև 1400-500 թվականները եղել է հայերի տիրապետության տակ, ել չասեմ մինչև Թբիլիսը, որ հայկական քաղաք է, մինչև 1956 թվականը գերակշիռ մասը հայերն են եղել, այլ ուղղակի Վրաստանի մասին բավական շատ ինֆորմացիա կա։ Ես կներկայացնեմ մի քանի ինֆորմացիա Վրաստանում հայկական հողերի մասին, որը բոլորը գիտեք ինձից լավ, սա Ջավախքն է, որի իրական տարածքը վրացիները բաժանել էին երկու մասի, մեկը Ջավախքի մունիցիպալիտետը, մյուսը Քարթվելի մունիցիպալիտետը, որը երկուսն իրար հետ Մարնեուլի շրջան եւ դրանք են Բոլնիսխաչը մյուս, մնացած Ախալքաղալակ, Ախալցխե եւ մնացած մասերը Բոգդանովկա եւ այլն։ Հիմա տեսեք, Վրաստանում ընդհանուր առմամբ հայկական հողերը 13000 քառակուսի կիլոմետր են, նույնիսկ ավելի։ Քանի որ դարերով հայերն ու վրացիները միասին են ապրել, իսկ Վրաստանը միշտ եղել է Հայաստանի մաս, ոչ մեկ դրա մասին չի մտածել ինչ որ սահմանային գիծ կոնկրետ տնի եւ ապրի։ Հա, վրացին հայի հետ խառնված ապրել են, վրացիները միշտ Հայաստանի մեջ են մտնել, Բագրատունյաց պետության մեջ են մտել եւ Բագրատունյաց գատիկը իր տղային նշանակեց վրացական Բագրատունիների կամ Բագրատյոններ հետո դառան թագավոր, որից հետո սկսեց վրացական կիսանկախ վիճակը, Հայաստանը սելավին դիմադրեց, Վրաստանը մնաց անկախ։ Անկախ մնաց, հետո հայկական զորքերի շնորհիվ, հայկական իշխանության քաղաքապետերի, սպառապետերի, թագաժառանգի Զաքարեի շնորհիվ եկան անին ազատագրեցին հայ-վրացական միացյալ զորքերը, որը ոչ թե Վրաստան էր, վրացիք են ներկայացնում։ Իսկ Խախաղի ճակատամարտին, որ հայերը պաշտպանեցին Թբիլիսին, որ չավեր են, դա դուրս է գալիս, որ Վրաստանը Հայաստանի մեջ էր։ Անցնենք այս հարցին, մենք սա պատմականորեն ենք վերբեռնում, ոչ թե տուտուց վրացեր են։ Եվ վրացիները սկսեցին պատմության ընթացքում ահագին թշնամանալ հայերին, քանի որ իրենք փորձում են, գիտեք ոնց է, խլել ամեն ինչը, խլել, ուղղակի խլել։ Երբ որ Հիրակլին հարձակվեց Օսմանյան կայսրության Կարսի, Արդանի եւ այդ մասերի վրա, այնտեղից տարհանեց հայերին, բերեց բնակեցրեց։ Ժորժ ջան, ասես բերանացի ասում եք, տարհանեց, բերեց բնակեցրեց։ Մեր աշկի առաջ տեսանք 150,000 արցախցիների ողբալ իրավիճակը, որ եկան հիմա Հայաստան։ Էն էլ մեքենաներով, էն էլ 2-3 օրով եկան, պետությունը կար, շտաբ կազմակերպեցինք, մենք բոլորս տուն էս։ Բա պատկերացեք, դա եղել է, ասենք 1700-1800 թվերին։ Ինչ ճանապարհով, ոտով, ինչ ծանր վիճակով, գետնանցնելով եւ այլն բերել են ժողովրդին։ Սրա մասին ոչ մեկ չի մտածում, այդ ինչի բոլորը միշտ կասեն Շահ Աբբասը գաղթեցրեց հայերին տարավ Իրան եւ այլն բնակեցնելու, կիսախառնելու, բայց ոչ մեկ Վրաստանի թագավորի արածների մասին չի ասում։ Վրացիները թշնամաբար տրամադրվեցին, այո, մարդու երեսը բացում է եւ կամ խմիչքը, չէ՞։
Խմիչքը բացում է մարդու երեսը կամ պոստը։ Քանի դեռ վրացիները հայերի ձեռքի տակ են, հլու հնազանդ ուլի նման ապրում էին։ Հենց մի փոքր անկախության դրսևորում եղավ, նույնիսկ Աբխազիայի անկախությունը, ասել եմ ձեզ, մեծացումը եղավ էլի հայերի ձեռքով, սրանք փորձեցին իրենց գերակա ազգը զգալ։ Տուտուս, նարկաման, մանավաճառ, փնթի վրացին գերակա ազգը զգալ։ Սա է վկայում, որ 1918 թվի Հայաստանի անկախությունից հետո, երբ որ Հայաստանում այդքան սոված մարդ կար, Ամերիկայի ուղարկած հսկայական ծորենի 60%-ը վերցրեցին եւ մնացած 40%-ը ուղարկին Հայաստան։ Իսկ այնքան ձգձգեցին բանակցությունը, այդ տարի Հայաստանում 300,000 մարդ սովից մահացավ։ Այնպես որ վրացին բարեկամ չի։ Հիմա մենք պատերազմական իրավիճակի մեջ չենք, բայց վրացին բարեկամ չի։ Սա եղել է հայ-վրացական առաջի պատերազմի ընթացքում եւ սա եղել է նաեւ ներողություն, սա եղել է նաեւ Արցախյան պատերազմի ընթացքում առաջինի եւ երկրորդի։ Հիշեցնեմ, որ առաջինի ժամանակ վրացիները գողանում էին հայերին, որ Հայաստան սովեր գնում էին շուկա, գողանում վաճառում էին ադրբեջանցիներին, որ հետո փրկագնով հետ բերեն, իսկ երկրորդի ընթացքում բոլորը տեսակ ամեն ինչ թալանում էին, չէին թողում Հայաստան գա ի օգուտ ադրբեջանցիների։ Այնպես որ վրացիներն էլ պատասխանում են տալու։ Համբերեք, հերթը կասնի նրանց։ Ընդհանուր առմամբ Վրաստանում Հայաստանի տարածքը 13000 քառակուսի կիլոմետր է կամ 15 կամ 10։ 13-ը փաստացի մարզերով ֆիքսած։ Մնացածը կանրադառնանք։ Բարձա 57,000-ից այսօրվա 13,000-ը մաքուր Հայաստան։ Մաքուր։ Մնացածը հետո կանրադառնանք։ Ես ուզում եմ ներկայացնել 18 թվականի պատերազմը, որը շատ խայտառակ ձևով սկսվեց հոկտեմբերի 23-26-ից սկսվեց եւ դեկտեմբերի 24-ին մոտավորապես ավարտվեց։ Ինչ կատարվեց։ Վրացիները Բաթումի պայմանագրում նախ այնպես արեցին, որ Հայաստանը շատ փոքրանա, հիշում եք 12,000 քառակուսի կիլոմետր եւ իրենց օգտվելով առիթից իբր թե հայերի բարեկամ են, զորքերը մտցրել էին լորի փամբակ եւ այնտեղ ասում էին մենք կպաշտպանենք, որ թուրքերը հետևից չխփեն, բայց բանից պարզվավ, որ ասում են դի մեր տարածքն է, սա ամենաճիշտն է այն պահով, որ այս տարածքները մերը լինեն, նրանք կախված են մեզնից։ Ինչով են կախված թուրքի պատմության պես։ Պատմականորեն որ պատմական փաստով նույնիսկ այն պատմական փաստերը, որը կան, կախված չեն։ Սովետական ներողություն, ցարական Ռուսաստան մտնելու մեջ ժամանակավորապես մի քանի տարի եղել է Թբիլիսի նահանգի մեջ լորի փամբակը։ Եվ զորքերը բերում են նորակոչիկներ են բերում, սկսում են Հայաստանի վրա հարձակվել։ Հայաստանի նորաստեղծ առաջին նախարարը ներքին գործերի Դրաստամա Կանայանը եւ Սիլիկյանը բոլորը իրար հետ կազմակերպում են եւ ամենաառաջինը դրոն աստիպում Խատիսյանին եւ մյուսներին շուտ հարձակվել վրացիների վրա։ Ինչքան շուտ, այնքան լավ, նրանց բանակը կազմավորված չի։ Եվ վերջապես շատ ճնշելուց հետո իր կարծիքը Դրաստամա Կանայանը դրոն կարողանում է հարձակվի, ազատագրում է լորի փամբակը, հասնում է մինչև Վրաստան, իմիջիայլոց հիմա գրված պատմությունը սուտ է։ Իրականում հասնում է բոլոր հողերը գրավում է, հասնում է Թբիլիսի, գալիս է Թբիլիսից մի 30 կիլոմետր հեռու, այդ ժամանակ Վրաստանում նստում են գերմանական զորքերը, դեռ լրիվ չէր պարտվել Եռյակ միությունը, Հայաստանում Ֆրանսիա անգլիականը։ Եվ գալիս է այդ պահին բռնում են դրոյին զենք, փող, ամեն ինչ տալիս են, ասում են ախպեր ջան, Թբիլիսը չավրես։ Դու շատ ճիշտ ես, վերցրա ինչ վերցրել ես կտաս։ Իսկ վրացիները թուրքերի նման ոչինչով չեն տարբերվում։ Կամած ձգձգում են, որ մի հատ բեկում ունենային իրենց օգտին պայմանագիր կնքեն։ Չնայած սահմանային պարբերական այսպեսի հետ առաջ կրակոցներին, հա, մի գյուղ գրավին, մի սար գրավին, նորից հետ վերցրին, հիմնականում ճակատագիծը տարբերություն չի տալիս եւ պայմանագիր են կնքում։ Վրաստանը դժգոհ է լինում, որ մինչև այդ մասը պատկանում էր իրեն, մեշևիկների հանրապետություն հաստատելուց հետո հանգարց անցավ հայերին, բնիկ հայերով բնակավայրը։ Եվ դրա համար փորձեցին Ջավախքը հետագայում երկու մասի բաժանել։ Մեկը քարտվելի մասը, մյուսը Ջավախքի մասը։ Խորհրդային միության ընթացքում արդեն շրջանների էին վերածել, այնտեղ Մարնեուլներ, Բոլիսխաչեներ, Սերեններ, Ախալկալա, Կախալցպե, Բոգդանովկա եւ այլն։ Պարզ է։ Այս ամբողջի մեջ վրացիները ցույց տվեցին իրենց թարախությունը, որ դարերով հայերը միշտ իրենց պաշտպանել, իսկ իրենց փնթի Վախտանգ Գորգասալը չի եկի օգնության, որի արձանը դրած է Թիֆլիսում, ինչքան էշ հայ կա գնում կողքը էշ նկարվում է, որտեվ հայերը գնացին Վարդան Մամիկոնյանը Խախաղի ճակատամարտում, որը գտնում է այսօրվա Ղազախի շրջանում, Աղստևի շրջանում գյուղը Խախաղ կամ Խաղիկ գետի ափին, այդ բնակավայրի մոտ պատերազմը ջարդին պարսիկներին, որ Վրաստանը չավերվի։ Բայց այսօրվա դրությամբ
Դրա արձանը կանգնած է ու ինչքան էշ հայկա անգրագետ, ոնց որ թուրքի շոր են հագնում պարում, նույն ձև էլ էտա կամ թուրքի կլկլի տակ հարսանիք, նույնն է դա։ Գնում այդ ոչխարի նկարի հետ բան են անում, արձանի հետ նկարվում են։ Իսկ նա չեկավ Հայաստանին օգնական պատճառը բռնես թե չեմ կարող։ Այնպես որ իմացեք վրացիների դիրքը հայերի հանդեպ ու կյանքում չփորձեք գտնել ձեր կարճ խելքով թե վրացին եղբայրը։ Նախ վրացին պիտի կարողանա նեանդերթալացուց մարդու վերածվի, հետո նոր տեսնենք նա եղբայրա թե չէ։ Քանի որ նրա մոտ գործում է գազանական ինստինկտները, մարդու մոտ երբ որ անջատված է լինում մարդկության, ճշմարտության, խղճի ինստինկտը, դա իմիջիայլոց ապացուցված է, որ նեանդերթալացու մոտ է բացակայ այդ ինստինկտը խղճի եւ մնացածի։ Դրա համար ինքը եղել է ֆիզիկապես ուժեղ, բայց շուտ պարտվել է մարդուն, որովհետեւ կրիմանիոնների, որտեղ մարդիկ եղել են ավելի խելացի, խորամանկ եւ նրանց հաղթել են խորամանկությամբ։ Իսկ վրացիները նույն վիճակն են, էշ խոսալուց, էս մերնա, իմիջիայլոց ես ասում եմ 1994 թվականին իմ ձեռքը ընկել էր մի քարտեզ ազատագրված տարածքներից Սանասարի գյուղերից մեկում, որտեղ նշված էր, որ Հայաստանը գրավելուց հետո Լոռի մարզը եւ վերևի մի քանի մաս Շիրակի մարզից էլ անցնելու է Վրաստանին, որոշել էին Ադրբեջանի հետ կիսեին, այնպես որ ամեն ինչ ժամանակը կգա եւ ջավախքը ետ ավերադառնալու նույնպես տուն։ Հա, հիմա մենք դրա չենք գնում, բայց ջավախքը պիտի վերադառնա տուն։ Մեր հայրենիքն էլ չասեմ տբղիսը եւ մնացած բաները։ Թող հերթով ջավախքից կսկսենք մենք։ Եվ Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ էս հիմար գրքերի մեջ որ գրված է, տեսնում եմ հայ-վրացական համատեղ մարզ ջավախքի է լուրջ։ Ջավախքը բոլոր ժամանակներով եղել է հայկական կազմի մեջ, նույնիսկ Վազգեն Սարգսյանն այդ մասին բաց է ջավախքի կոդը ինչպես է նշանակում, ինչ է նշանակում ջավախք, հա, ճապու, բերի տեղ, լավ հող եւ այլն, հա։ Ճապակ, հովիտ, որտեղ ջուրը շատ է, ջրառատ հովիտ, հա։ Տարբեր անվանումներ կա։ Այնպես որ ոչ մեկ թող չկարողանա փորձի այսպես մանիպուլացնել այդ արդյունքը, ոչ էլ ասի որ ջավախքը դե այդ արդեն Վրաստանա մենք բան չունենք, պահանջ չունենք։ Եթե Վազգեն Սարգսյանը չմահանար, չսպանեին, ջավախքը լինելու էր հաջորդը, որտեղ որոշված էր որ հաջորդը լինելու է ջավախքի ազատագրումը, հետո նոր Նախիջևանի։ Բայց թուրքա հպատակ ռուսի ջուդի թուրքա հպատակ Քոչարյանը Սերժը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Պուտինի պապայությամբ կազմակերպեցին սպանությունը։ Իսկ նրա թարախ խորտ քույրիկ Արամիկը ուրախանում էր դրանից, որ իրեն բերեցին վարչապետ, որով ինքը կեղտոտեց Վազգենի կերպարը, մինչև հիմա էլ հետո ադրբեջանցիներին ինադու թողեց աղբոր արձանը, որ հելնեն բառացի կեղտոտեն վրան վիդեոն ուղարկեն, հիմա էլ հայ են խաղում։ Ամեն ինչը կգա կընկնի իր տեղը հարգելիներս։ Հիշեցեք, Աստված ծառը տեսնում է, ձունը դնում է։ Իսկ այն ով հայ է, այսինքն նա նյութական արժեք չի, հոգեղեն արժեք է։ Նրա մեջ Աստծո մասնիկը միշտ լուսավոր է մնում։ Իսկ ով գնում է փողի հետևից, նրա մոտ վերանում է հայի մասնիկը։ Դրա համար Աստված թող արժանի պատժի հայ ազգի ներքին եւ արտաքին թշնամիներին, հատկապես ներքինի, որտեղ նրանք տականք են, ետևից խփող, սողացող ղզիկ, ամեն ինչի ընդունակ են։ Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, Ջավախքում, Նախիջևանում, Գանձակում, Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Աղձնիքում, Կորդուքում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պոլսում։ Ամեն